2025 թվականի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ի քննությունը։ Դրանցից 273-ը 666 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը կարճվել։ Առաջին անգամ ազգային ժողովում ներկայացվեց հակակոռուպցիոն կոմիտեի անցած տարվա գործունեության մասին հաղորդումը։ 2024 թվականի համեմատությամբ 25 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9%, ավարտված վարույթների թիվը 4,8%-ով։ 2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, որոնք ըստ բնակավարների եւ զբաղեցրած պաշտոնների հանդիսացել են ՀՀ նախագահ, 2 վարչապետ, ազգային ժողովի պատգամավոր, պետական քույկի կառավարման վարչության պետ, դատական իշխանության թվով 5 աշխատակիցներ, այդ թվում 2 դատավոր, Պաշտպանության նախարարության ընդհանուր թվով 47 աշխատակիցներ, այդ թվում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, զորամասի հրամանատարներ, հրամանատարի տեղակալներ եւ այլն, արտարադատության նախարարության ընդհանուր թվով 6 աշխատակիցներ։ Սա դեռ ամբողջական ցանկը չէ, այն ներառում է գրեթե բոլոր գերատեսչությունները, համայնքապետարաններ ու մարզպետարաններ։ Դատարան ուղարկված քրեական վարույթներից առանձնացվել է հնչեղություն ունեցող եւ բազմադրվակ 19 վարույթ։ 2025 թվականի ընթացքում ավարտված, այսինքն դատարան ուղարկված եւ կարճված քրեական վարույթներով պատճառված քույկային վնասի չափը կազմել է 8 միլիարդ 451 միլիոն 208,373 դրամ, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 4 միլիարդ 585 միլիոն դրամ։ Հիշյալ քրեական վարույթներով պատճառված ընդհանուր քույկային վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է մոտ 1 միլիարդ 642 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված վնաս 1 միլիարդ 431 միլիոն դրամ։ Նաև ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել մոտ 675 միլիոն դրամ արժողությամբ անշարժ եւ շարժական գույքերի վրա։ Անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 726 միլիոն դրամ։ Հանրության շրջանում տպավորություն կա, թե հակակոռուպցիոն կոմիտեն ավելի շատ ուշադրություն է դարձնում նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացումներին եւ չի նկատում գործող պաշտոնյաների հարստացումները, նկատեց Գեգամ Նազարյանը, հետաքրքրվելով պաշտոնյաների վարքով։ Ուսումնասիրում եք գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ, որ կրում են, ինչ միջոցներով են կրում, հետաքրքրվում եք, ասենք, եթե բաճկոն, ասենք, $100,000 գերազանցում է, դա նվեր է, թե կարելի է այդ նվերը ընդունել։ Այս պահին եւս իրականացնում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում ոչ թե նախկին պաշտոնյաներն են, այլ գործող պաշտոնյաներն են։ Իմ պատասխանը վերաբերում էր ոչ միայն կաշառքի դեպքերին, այլ նաև ապօրինի հարստացմանը։ Մենք ապօրինի հարստացման դեպքերով ունենք բազմաթիվ ստուգողական գործողություններ, նաև նախաձեռնված վարույթներ, որոնցով անցնում են նաև գործող պաշտոնյաներ, բայց հասկանալի պատճառներով այդ մասին չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Արդյոք իրավապահ մարմինները կարող առանձնացնեն հնչեղ գործեր, եւ արդյոք սա չի հանգեցնում նրան, որ օրինակ գործերի որոշ հատվածի նկատմամբ համենայն դեպս լրատվական դաշտը եւ քաղաքական գործիչները սկսում տարբեր մեկնաբանություններ անել, դրանք ըստ էության քաղաքականացնելով տվել ենք հիմնականում նախապատվությունը բարդ, բազմադրվակ եւ այո, ինչու՞ չէ նաեւ հանրության շրջանում որոշակի հետաքրքրություն ներկայացնող վարույթներին, որոնք բացահայտման առումով էին դժվարություն ներկայացրել կամ օրինակի համար պատճառված վնասի տեսանկյունից էին բացառիկ։ Հնչեղ գործերի թվում է մոնումենտի առանձնատների վերաբերյալ դեռ 2018-ին հարուցված գործը։ Արդյոք վարույթ կա, հետաքրքրվեց Արփինե Դավոյանը։ Վարույթ կա, այդ վարույթը քննվում է 2018 թվականից, եթե չեմ սխալվում, որն է քննության ցկցկման պատճառը եղել։ Ցկցկման պատճառը եղել է նշանակված բազմատեսակ փորձաքննությունները այդ հողամասերի հետ կապված, սակայն ներկայում մենք փորձաքննությունների եզրակացությունները ստացել ենք եւ հիմնավորել ենք, որ մի շարք հողամասեր համարվում են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված օտարման ոչ ենթակա հողամասեր եւ այս մասով առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք, իրավական գնահատականներ կտանք եւ հանրությունը կիրազեկվի այս վարույթի վերաբերյալ։ Գեգամ Նազարյանը խոսեց առհասարակ այդ տարածքում կառուցապատման անթույլատրելիության մասին։ Մարդիկ տեսնում են, որ դուռը բացվում, դարպասը բացվում, փակվում է եւ զինված մարդիկ սարսափելի դեմքերով, ասենք, համակենտրոնացման ճամբարը հսկող զինվորի դեմքով նայում են այդտեղով անցնողին, որ հանկարծ աշկը ներս չգցի։
Սա ես ուզում եմ դուք ի վերջոս այս հարցը մի օր լուծվելու է, այս ապօրինի շենքերը, որը առաջին հերթին վտանգում է Երևանի էկոանվտանգությանը, կարծում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական շեշտը ոչ թե ՊԵԿ-ի աշխատակիցը, որը, չգիտեմ, $2000 կաշառք է վերցրել, այլ այս մեծամասշտաբ խնդիրները։ Եթե չբտնեն պարբերաբար վերցնի, ինքն էլ դղյակների տեր կդառնա։ Ես հասկացա, որ դուք պատկերավոր եք ասում, բայց էդ էլ վերջում դառնում է ձեր ասած եւ մեր ասած նույն դղյակների տերը։ Մեկ փոքրիկ հողակտորի մասին չի խոսքը, շուրջ 20 հողակտորներ, որոնցով տևական ժամանակ քննություն է իրականացվել եւ այդ օտարած պաշտոնյաների մասով մենք իրավական գնահատականներ պետք է տանք, քրեական հետապնդումների պետք է գնանք։ Իսկ Գեղամ Նազարյանը զարմացած էր, լրագրողները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի զեկույցի նկատմամբ, քան падգամավորները, որոնք բուռն քննարկումներով որոշել էին, որ այս կառույցը պետք է հաշվետու լինի օրենսդիր մարմնին։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։